Հարգարժան դատարան Օբյեկտիվ իրավունքի խախտում եք բարձրացնում, թե կոնկրետ ձեր երեխայի, ձեր անձնական սուբյեկտիվ իրավունք։ Ներկայացնում եմ եւ ինքս ունեմ իրավապաշտպանի ինչա կոչվում կանոնադրություն, որը հաստատվել է ոչ մի կերպ։ Հիմա ես ցույց եմ տալի եւ հանձնում եմ հարգարժան։ Մի հանձնեք, ինձ ուղղակի ինձ եւ պատասխանողին ցույց տվեք այն հատվածը, որ Գազམ་ակերպության խնդիրների մեջ է մտնում նաև երեխաների կրթությունը դասակարգերը։ Ուրեմն երեխաների կրթությունը շատ համախառ գործողություն է, որը ներկայացվել է կազմակերպության գործունեության առարկան եւ նպատակների։ Ճիշտն ասած 21 թվականին իմ մտքով չէր անցնի, որ ԿԳՄՍ-ն 23-24 թվականին կիրականացնի, բայց այսպիսի նպատակներ կան։ Հասարակությանը իրավական իրազեկում եւ ազդարարում համախմբում պետականության գաղափարների շուրջ կարելի է դասել այս կարգի մեջ, հաջորդը, երկրորդը ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանություն, ասել որ ունեմ հույների նախագահի կողմից, ՀԿ-ի կողմից, Էդուարդ Պոլատովի կողմից, որը տվյալ դատաքննության շրջանակում պետք չի, բայց որպես վկայություն կբերեմ, որ փոքրամասնություններն էլ են դժգոհում այս դասագրքերից, երրորդը բնապահպանական խնդիրները մի կողմ, բազմաշերտ հասարակության ներգրավումը ՀՀ հանրային քաղաքական կյանքում, հենվելով մարդկանց իրավահավասարության, արժանապատվության սահմանադրական երաշխիքների վրա իշահ պետականության։ Նշենք, որ տիկին նախարարը ոչ միայն իր լիազորություններն է անցել, նաև ամբողջությամբ այս ամեն ինչը կատարել է, այլ ունի sense եզրույթ, ծնողը պետք է չորոշի, ինչպիսի դասագրքերով պետք է իրականացվի։ Նույնիսկ այն ծնողը, որը օրինակ պատմության գիտությունների տեխնացու է, ինքը պետք է չորոշի, միակ որոշողը ինքը։ Այստեղ խախտում է կատարվում սահմանադրության 36-րդ առաջի երկու կետերով, այսինքն նախարարը ինքը մտածում է, որ ինքը զրկել է ինձ իմ ծնողական իրավունքներից կամ ցանկացած հայի, նաև պարոն Դեմոյանի երեխային Դեմոյանին է զրկել այդ իրավունքից։ Հարգելի իրավաբան, իսկ Ժանն Անդրեասյանը լիազորություն ուներ թքացնել պատահական, էլի, ոչ նպատակային մեր երեխեքին։ Իրավունք ուներ իմ երեխան երկրորդ դասարան էր, ասեր դու թուրքական դրոշի տակ եւ ցեղասպանության մեսիջներ են ուղարկում, իսկ երբ որ փոխվեց երրորդ դասարան, տար նոր դասագիր, որտեղ արդեն այլվում էր իմ երեխայի դրոշը, պետության դրոշը, այդ իրավունքը որտեղից իր մոտ, նաև մոռանալով հանրակրթության մասին էլ օրենսդրական ակտերը չեմ ասում հոդվածները եւ ԿԳՄՍ-ի կանոնադրությունը նույնպես խախտվել է համապատասխան հոդվածներով, միջնորդությամբ ես կներկայացնեմ դատաքննության ընթացքում։